Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարար Դավիթ Խուդատյանը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ապիտոնյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նարեկ Ապիտոնյանը վստահեցրել է, որ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները ներդնելու է ի նպաստ համակարգի զարգացման։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի համար և համակարգի բոլոր օղակներում պետք է ջանք չխնայել որակյալ աշխատանքի համար։ Փորձագետներն ու իշխանության ներկայացուցիչները չեն շտապում հստակ գնահատականներ տալ, թե Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Ամեն ինչ կախված է պատերազմի հետագա ընթացքից, բացասական զարգացումներ կան բեռնափոխադրումների մասով։ Դրանք կարող են լինել նաև օտարերկրյա ներդրումների էներգետիկ ոլորտներում։ Չեն բացառվում նաև դրական ազդեցությունները։ Իրանի հետ ծրագրերի անգամ դադարեցման պարագայում Հայաստանը էներգետիկ անվտանգության խնդիրներ չի ունենա, ասել է փորձագետը։ Հայաստանի և հարևան Իրանի միջև ներկա էներգետիկ համագործակցության և ընդլայնման հեռանկարները մթագնում են Իրանի և Իսրայելի հակամարտության համատեքստում։ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարի տեղակալ Ֆեն Սավնիի հետ։ Զրույցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը նշել է Կամբոջայի հետ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և երկու երկրներ մուտքի արտոնագրերի փոխադարձ վերացման անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը Հայաստանի Հանրապետության դեսպանը նշել է, որ այն կարող է խթանել երկխոսությունը նաև ԱՍԵԱՆ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։ Դեսպան Բաղդասարյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է Կամբոջայի հետ կիսվել իր փորձով նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտներում։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխաջակցությունը միջազգային կազմակերպություններում։